Գորիսի երկու պետական քոլեջներ պետք է միավորվեն։ Կառավարությունն ամիսներ առաջ է այդ որոշումը հրապարակել։ Խոսքը Գորիսի պետական քոլեջի եւ Գորիսի պրոֆեսոր Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի մասին է։ Դրանց միաձուլումից ստեղծվող կլթօջախը կոչվելու է Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ։ Պատրաստում ենք լավ մասնագետներ, արդիական մասնագիտություններ են, որոնք իրականում շատ են պետք մեր համայնքին, հարակից ուրեմն ինչու՞ չէ հարակից քաղաքներում, գյուղերում շատ պետքական մասնագիտություններ է եւ վերամիավորվելով այս մասնագիտությունները իրենց պրոֆիլը, իրենց առաջնային նշանակությունը բնականաբար կկորցնեն։ Միաձուլման դեմ պայքարող անձնակազմերը հայտարարել են դասադուլ եւ գործադուլ։ Ակցիայի ներկայացուցիչները պահանջում են Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի լուծարման եւ Գորիսի պետական երկու քոլեջների վերակազմակերպման կասեցում։ Դասախոսական անձնակազմը ակնկալում է, որ պատկան մարմինների ներկայացուցիչները կհանդիպեն իրենց եւ կքննարկեն ստեղծված իրավիճակը քոլեջի շենքում։ Այսօր մեր գյուղատնտեսական քոլեջում սովորում են նաեւ սահմանամերձ գյուղերից ուսանողներ, որոնք իրանց այդ ուսուցման միջոցով փորձում ենք մեկ իրանց ավելի կապել գյուղին, որպեսզի գյուղը չդատարկվի։ ԿԳՄՍ նախարարության դիրքորոշումը տեղում ներկայացնելու համար Գորիսի պետական քոլեջը այցելել Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոնի տնօրեն Արտաշես Թորոսյանը։ Նա ներկայացրել է նոր ստեղծվող քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին։ Հանդիպման ընթացքում սակայն դասախոսները հիշեցրել են, որ ներկայում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվում է Կարեն Լազարյանի հայցն ընդդեմ ԿԳՄՍ նախարարության։ Նշանակվի մրցույթ, որին կարող են օրենքի սահմանված կարգով ցանկացած ուրեմն համապատասխանող տեխնացու մասնակցել ու ուրեմն կլինեն ընտրություններ։ Այնպես որ այս լարվածության ու խիստ բորբոքվածության իմաստը առայժմ անհասկանալի է։ Հանդիպումից հետո հայտարարությամբ է հանդես եկել Գորիսի պետական քոլեջի ղեկավարը։ Նա նշել է, թե համաձայն է գործադուլավորների եւ դասադուլավորների պահանջներին, սակայն իր համար մեծագույն եւ անսակարկելի գաղափարն ուսանողների կրթական իրավունքի ապահովումն է։ Ըստ այդմ, խնդրել հորդորել է գործընկերներին եւ ուսանողներին վերադառնալ լսարաններ ու վերականգնել ուսումնական գործընթացը։ Արև Աբելյան, Արմեն Աթելյան, ժամը լրատվական։